Լուսիկ Ագուլեցի մարդով հետ վերադարձրեց տարազք կրելու մշակույթը առօրյա կյանքում։ Նա գծեց ու կարեց շատ նոր տարազներ։ 1946 թվականի մայիսի 31-ին է ծնվել Լուսիկ Ագուլեցին, նկարչուհի, ազգագրագետ և Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ։ Նա ծնվել է Նախիջևանի Վերին Ագուլիս գյուղաքաղաքում։ 1919 թվականին թուրք-ադրբեջանցիների կողմից իրագործված Ագուլիսի եղեռնից հետո այնտեղ բնակվող վերջին հայերի Հարությունյանների ընտանիքում։ 1953 թվականին ընտանիքով տեղափոխվել են Երևան։ 1963-ից 67 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1966 թվականին ուսումնառության տարիներին արժանացել է Ավանգարդ թերթի հատուկ մրցանակի, իսկ 1974 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ Ավելի քան 40 տարի որոնողական աշխատանքներ կատարելով նա կարողացել է հավաքել բազմաթիվ նմուշներ, որոնք ունեն մեծ պատմական արժեք։ Դրամների հավաքածու, խեցեղեն, պերճանքի առարկաներ, աշխատանքային գործիքներ, սրբապատկերներ, հնատիպ գրքեր, իհարկե նաև տարազներ և ազգային հագուստներ, հայկական նախշերով գորգեր։ Հայտնի է նաև Լուսիկ Ագուլեցու տիկնիկների մեծ հավաքածուն՝ դիցական, ծիսական և ոչ միայն։ Իր հարցազրույցներից մեկի ժամանակ Լուսիկ Ագուլեցին նշել է. «Նկարչությունն ինձ օգնեց ծավալվելու մշակույթի տարբեր ճյուղերում, տեսնելու, ընկալելու և գնահատելու այն արժեքները, որոնք ստեղծել է մեր ժողովուրդը, ուստի ուսումնասիրում եմ ժողովրդական մշակույթը, հատկապես ազգային տոները, ծեսերը և տարազները»։ Լուսիկ Ագուլեցին արժանացել է բազմաթիվ պարգևների և մրցանակների։ Նրա աշխատանքները ներկայացվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ դրսում։ Նա մշտապես փոխանցում էր հայկական մշակույթն ու ծեսերը, ինչպես նաև առօրյայում կրում էր հայկական տարազներ և զարդեր, ինչը սկսեց օրինակ ծառայել հատկապես երիտասարդ սերնդի համար։ Նա եղել է քանդակագործ Յուրի Սամվելյանի կինը, կյանքից հեռացել է 2018 թվականի հուլիսի 13-ին։ Տունը, որտեղ երկար ժամանակ նա ապրել է և ստեղծագործել, ընտանիքի անդամների նախաձեռնությամբ և Ագուլեցի հիմնադրամի աջակցությամբ 2019 թվականին դարձել է թանգարան։ Լուսիկ Ագուլեցու հավաքածուն ժամանակի և տարածության յուրօրինակ խաչմերուկ է։ Ագուլեցին տարիներ շարունակ մոռացությունից ու կորստից փրկել է և նոր կյանք է տվել մշակութային տարբեր արժեքների։ Նա իր սեփական օրինակով և ապրելաձևով ստեղծեց տոնածիսական մշակույթի յուրատիպ հավաքածու, որը եզակի է Հայաստանում։